Ժամեր առաջ Հայ ազգային կոնգրեսը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անվավեր ճանաչելու դիմում ներկայացրեց կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը ասաց, կեղծիքների բազմաթիվ ապացույցներ ունեն։ Այս ընտրական մարմինների հետ հույսեր կապել միգուցե ֆանտաստիկայի ժանրից է, բայց եթե անգամ կա 0.1%-ի հնարավորություն, մենք պարտավոր ենք այդ 0.1%-ի հնարավորությունը օգտագործել։ Եվ հետո ով գիտի, կարող է մեր 0.1-ն էլ մի օր դառնա 100%։ Մինչ ընդունում էին Հայ ազգային կոնգրեսի դիմումը, կենտրոնական ընտրական հանձնաժողով եկավ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։ Փոստանջյանի դիմումը նույնպես ընդունվեց, ասաց, բողոքը բերել է ոչ թե ժառանգության անունից, այլ իրեն դիմաց մի քանի դիտորդական կազմակերպությունների։ Մենք գտնում ենք, որ այլևս սպառվել են բոլոր միջոցները այսպիսի արձաններով անցնելու, հետևաբար նաև մենք այդ է խնդիրը, որ ներկայացրեցինք ուղղակի հասարակական կազմակերպությունների դիտարկումները։ Դիմումների քննարկման համար հատուկ նիստեր կանցկացվեն, իսկ մինչ այդ այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գլխիվայր շուռ է տվել հանրաքվեի իրական պատկերը։ Դա ապացուցելու համար Զուրաբյանը ռուս փորձագետների հաշվարկները ներկայացրեց։ Ըստ այդ ուսումնասիրության ԱՅՈ-ն հաղթել է բոլոր այն տեղամասերում, որտեղ շատ բարձր է եղել մասնակցության ցուցանիշը, ինչը ըստ Զուրաբյանի նշանակում է, որ այս տեղամասերում լցոնում է եղել։ Հաշվարկները ըստ Զուրաբյանի նաև ցույց են տալիս, որ իրականում հանրաքվեին մասնակցողների թիվը կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներից կես միլիոնով ավելի քիչ է եղել, ոչն էլ կրկնակի շատ ձայն ստացել։ Մասնակցել է հանրաքվեին համաձայն այս վերլուծությանը մոտավորապես 825,000 մարդ, որոնցից մոտ 575,000-ը քվեարկել են ոչ եւ 250,000-ը քվեարկել են այո։ Սա ամենալավատեսական սցենարով այոյականների համար։ Զուրաբյանի խոսքով փորձագետները չեն բացառում, որ որոշ համայնքներում ընտրողներն իսկապես խիստ հավանել են սահմանադրական փոփոխություններն ու միաբերան հավանություն տվել։ Դիտարկել են նաև այդ ընտրատեղամասերը։ Ռուս դիտորդներից մեկը որպես լրագրող գնացել է Մեծամոր եւ երկու տեղամասերում հետևել հանրաքվեի ընթացքին։ Արդյունքները ցույց են տվել, որ ամբողջ ընտրատարածքում այոյի ամենացածր ցուցանիշը հենց այդ երկու ընտրատեղամասում է եղել։ Այդ երկու տեղամասում կանոնավոր է անցել, վախեցել են արտասահմանյան դիտորդի լրագրողի ներկայությունից, որտեղ որ չեն կեղծել, ստացել եք այն պատկերը, որի մասին ես խոսեցի։ Պնդելով, որ որևէ տեղամասում ԱՅՈ-ն օրինական չի հաղթել, Զուրաբյանը առաջարկեց Սերժ Սարգսյանին պատահական 5 տեղամասերում բացել ցուցակները եւ հրապարակել, ովքեր են դեկտեմբերի 6-ին քվեարկել։ Խնդիրը հենց սա է։ Հանրապետական ընտրակեղծարարները պահում են այդ ցուցակները, նկատի ունեմ ընտրությունից հետո, որպես ամենամեծ պետական գաղտնիքը, որովհետև շատ լավ գիտեն, որ եթե այդ ցուցակները բացվեն եւ ուսումնասիրվեն, պարզ կդառնա, որ նրանք ծերից ծեր կեղծել են հայ ժողովրդի կամքը։